Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ալեն Սիմոնյանի ղեկավարած ազգային ժողովը պետական բյուջեի հաշվին անհավանական գնումներ է անում։ Ժողովուրդ օրաթերթի ձեռքում է հայտնվել փաստաթուղթ, համաձայն որի 2025 թվականի մարտին ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուկներ։ Օրաթերթը նաև գրում է. տեղեկացանք, որ այսօր հունիսի 5-ի երեկոյան Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Տեղեկացանք, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն 2 տասնյակից ավել ներկայացուցիչներով, որոնց թվում կլինեն Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամները, փոխնախագահը, անգամ 2 մարզպետ։ Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 5-ից 6-ը կմնա Երևանի Դվին հյուրանոցում։ Պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետև Մայր Հայաստանի հուշահամալիր ու հանդիպումներ է ունենալու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է դիմավորելու Մատվիենկոյին։ Փաստ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը երեկ գնացել էր ԱԺ, որպեսզի հերթական առիթն օգտագործի ու ինքնագովազդով զբաղվի։ Ձեռքի հետ էլ ներկայացնի բյուջեի կատարման հաշվետվությունը ու ինքնագովազդի մրցույթում նորանոր ռեկորդներ սահմանեց։ Բնականաբար նրա ասելով երկիրը աներևակայալի տնտեսական սրընթաց թռիչքի մեջ է։ Բյուջեի մուտքերը ռեկորդային ցուցանիշների են հասել, աշխատավարձերը կրկնապատկվել են։ Մարդկանց կյանքը վերջին տարիներին մի այլ կարգի լավացել է։ Մի խոսքով մի դրախտ, մի հրաշք վիճակ։ Այդպես էլ ուզում ես ասել։ Իա, իրոք, Փաստ թերթի տեղեկություններով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն իրականում այնքան էլ հարթ չի ընթացել։ Թե բարձրաստիճան հոգևորականների, թե աշխարհական անդամների մեջ եղել է բավական արմատական տրամադրված թեւ, որը կոչ է արել ոչ միայն շատ կոշտ հայտարարություններ անել, այլև դիմել կտրուկ գործողությունների։ Ավելին, նույնիսկ կոնկրետ գործողությունների։ Առաջարկներ են եղել։ Ավելին, մեր աղբյուրները փոխանցմամբ քննարկումն այնքան թեժ է եղել, որ մեկ անգամ նույնիսկ ընդմիջում է հայտարարվել մթնոլորտը հանդարտեցնելու համար։ Հրապարակ օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200,000 դրամով 2024 թվականի հայտարարում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը մեզ ասաց, որ համաձայն չէ որոշման հետ, դիմել է դատարան որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Ես կարծում եմ, այս նույն նախաձեռնությունն է նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր քրեական վարույթ, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500,000 տուգանքը։ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում, նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը։ Օրաթերթը նաև գրում է. եթե ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը բարդույթ ուներ բանավոր խոսքի եւ խորհրդարանի հանձնաժողովներում պետական բյուջեի կամ դրանց կատարողականի քննարկումներին չէր մասնակցում, որ խուսափեր սուր հարցադրումներից եւ պատասխաններից, ապա ներկայիս նախարար Արփի Սարգսյանն էլ ըստ ամենայնի իր անվտանգության հարցով է խիստ մտահոգ։ Երեք նա ԱԺ էր եկել 3 թիկնապահով, որոնք մինչև քննարկման դահլիճ ուղեկցեցին տիկին նախարարին, ապա պատվա պահակ կանգնեցին դռների մոտ, իսկ երբ նախարարը դուրս եկավ լրագրողներին ճեպազրույց տալու, եռունկիոնաձև պաշարել էին նրան, պաշտպանելով լրագրողներից։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր News կայքում։